Տիկնիկային թատրոնը Քաջարանում այսուհետ իրականություն է։ Արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ Բեմադրիչ Արթուր Գաբրելյանի խոսքով ներկաները ականատես եղան 1.5 տարվա աշխատանքի արդյունքին։ Տիկնիկային արվեստը շատ բարդ արվեստ է իր կատարողական իմաստով եւ նաեւ ծախսատար ու դրա հետ է կապված նաեւ որ ամեն տեղ չէ որ իր կարողանում են տիկնիկային թատրոն ունենալ եւ այստեղ պետք է շեշտենք ցանկությունը արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանի ունենալ տիկնիկային թատրոն եւ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աներկբա հովանավորությունը վճռորոշ կամքը ֆինանսավորել, որ մենք կարողանանք այս հրաշքը ստանանք, որտեղ ինքը շատ թանկ արվեստ է։ Նորաստեղծ Արև թատերախումբը հանդիսատեսի դատին հանձնեց Հովանես Թումանյանի Սուտասանը եւ Անխելք Մարթը հեքիաթների համանուն բեմադրությունները, որոնք համեմվել էին նոր եւ հումորային դրվագներով։ Մենք աշխատել ենք ամեն ինչ անել ճաշակով, որպեսզի չլինի գրեհիկ, որպեսզի լինի զուսպ, լինի մաքուր, որտեղ առաջին տպավորությունը երեխայի դա իր մեջ հետք է թողնելու եւ մենք երեխաներին գեղագիտություն, էսթետիկա ենք տալիս միայն։ Պատանի դերասանները խոստովանում են, տիկնիկային ներկայացում խաղալն ավելի բարդ է եւ պատասխանատու։ Պետք է կարողանաս առանց հանդիսատեսին տեսնելու գրավել նրա ուշադրությունը։ Տիկնիկային թատրոնում ավելի բարդ է, քանի որ մենք աշխատում ենք անկենդան տիկնիկների հետ եւ մենք ենք պարտավոր դրանց կենդանացնել, իսկ սովորական թատրոնում ավելի հեշտ է, բայց չնայած դրա մենք պետք է նույն էներգիան փոխանցենք հանդիսատեսին։ Իմ կերպարը ծաղրածուն էր եւ Անխելք Մարթը, երկուսն էլ դրական եւ հավես կերպարներ են։ Ծաղրածուի ասելիքը շատ չէ, հաղորդում է զուտ երեխաներին ընդհանուր բեմականացման մասին, պատմում է, իսկ Անխելք Մարթը ցույց է տալիս, որ մարդ պետք է իր կյանքում լինի եւ հաջողակ որոշ առումով եւ պետք է շատ սովորել։ Դժվար է ձայնային առումով, մենք պետք է տիկնիկին ձայն հաղորդենք նաեւ ոչ միայն մտնել դերի մեջ։ Բեմադրությունը հագեցած էր թե փոքրերին, թե մեծերին ուղղված կարևոր ասելիքով։ Այսօր տիկնիկային թատրոնը ինձ շատ դուր եկել, որ ամեն ինչ գրքերից կարդացել են, պետք է միշտ բարի լինել, ոչ թե չար։ Արթուր Գաբրելյանի համոզմամբ նախաձեռնությունը շարունակական է լինելու, քանի որ թատերախումբն արդեն աշխատում է այլ ներկայացումներ բեմադրելու ուղղությամբ։